Շնորհակալություն, հարգարժան փոխնախագահ, հարգարժան գործընկերներ։ Նախ ցանկանամ նշել, որ ազգային ժողովում Սահմանադրության նախագծի նման հանգամանալից քննարկումն ու նախագահի ներկայացուցիչի պրոֆեսիոնալ մասնակցությունն այս քննարկումներին բավականին լավ սկիզբ կարելի է համարել հիմնավորված եւ լավ նախապատրաստված հանրաքվե անցկացնելու համար։ Վստահ եմ, որ հրապարակային քննարկումներ դեռ շատ կլինեն, քաղաքական ուժերի հետ միասին նաև մեր հասարակությունը կմիանա ակտիվ քննարկումներին, իսկ ընթացքը ցույց է տալիս, որ քաղաքական եւ քաղաքացիական երկխոսությունն այս իմաստով հաջողվելու է։ Ինչ խոսք, լավ սահմանադրություններ ունենալու համար անհրաժեշտ է հաշվի առնել նաև միջազգային փորձը, տարբեր պետությունների անցած ճանապարհը, վերլուծել դրանց թույլ եւ ուժեղ կողմերը, սակայն գոյություն չեն կարող ունենալ լիարժեք համադրելի սահմանադրություններ։ Ես կարծում եմ, որ մասնագիտական հանձնաժողովին հաջողվել է այս նախագծով սահմանել բոլոր այն առանձնահատկությունները, որոնք որ պետք է տարբերակեն հայկական սահմանադրությունը մյուս սահմանադրություններից, պահպանելով նաև ընդունելի առաջատար փորձի եւ մոդելների շրջանակները։ Ներկա աշխարհակարգում փորձը ցույց է տալիս, որ պետությունները դինամիկ զարգացել են, երբ իշխողների իշխանությունը հնարավոր է եղել սահմանափակել կամ հավասարակշռել։ Բացարձակ իշխանության կենտրոնացումները, իրավունքների ու պարտականությունների ոչ համաչափ բաշխումները խոչընդոտել են համաչափ զարգացումներին։ Մեր երկրում սկսած 1995 թվականից միշտ էլ հնարավոր է եղել որոշումների կայացման գործընթացները հաշտեցնել տվյալ պահին գործող սահմանադրության հետ։ Սակայն դա չի նշանակում, որ հանրային ու քաղաքական կյանքը ստատիկ է եւ անփոփոխ։ Դա չի նշանակում, որ մեր երկրում պետք է ձևավորենք կարծրատիպեր ու հրաժարվենք բարեփոխելու եւ բարեփոխվելու անհրաժեշտությունից։ Պատահական չէ, որ հենց լայն եւ երբեմն էլ անվերահսկելի իշխանությունը սահմանափակելուն էր ուղղված 17-18-րդ դարերում ձևավորված սահմանադրականության գաղափարը։ Իհարկե դա միակ պատճառը չէր, քանի որ հասարակությունների ներսում կային տարատեսակ շահեր, նույնիսկ բախումներ, որոնք հիմնարար եւ երկարատև լուծումներ էին պահանջում։ Այսօր էլ մեր հասարակությունում եւս առկա են բազմաթիվ եւ բազմաբնույթ հակասություններ, երբեմն սուր հակասություններ, քաղաքական, տնտեսական, սոցիալական, անձնական ու հասարակական շահերի բախումներ, որոնք իրենց բնույթով շատ դեպքերում բնական են եւ օրինաչափ։ Հետևաբար մենք կարիք ունենք այդ բազմապիսի հակասությունները եւ շահերը մեղմելու, կոնֆլիկտները կանխելու, փոխհամաձայնություն հաստատելու համար։ Այլ կերպ ասած, միշտ պետք է փորձել ձգտել ստեղծել մի այնպիսի համակարգ, որտեղ անձնական եւ հասարակական շահերը համընկնում են։ Այդպիսի իդեալական իրավիճակ իհարկե գոյություն չունի, բայց խնդիրն էլ հենց այն է, թե ինչպես, ինչ ճանապարհով, ինչպիսի միջոցներով ու ջանքերով կարելի է ձգտել մոտենալ նման վիճակի։ Այսպիսի իրավիճակ հաստատելու լավագույն ճանապարհն իհարկե քաղաքական միասնության ստեղծումն է։ Քաղաքական միասնություն չի նշանակում որևէ մեկի կամ որևէ խմբի կամքով հաստատված միասնություն, այլ ենթադրում է բոլոր քաղաքական ու հասարակական ուժերի փոխհամաձայնությամբ հաստատված հասարակական միջավայր, որտեղ գործող սուբյեկտների վարքագիծը կարգավորվում է ընդունված կանոններով, որոնք պարտադիր են բոլորի համար առանց բացառության։ Այս դեպքում ակնհայտ է դառնում օրենքի առջև հավասարության անհրաժեշտությունը, երբ բոլորը ենթարկվում են նույն կարգու կանոնին, իրենց վարքագիծը կարգավորում եւ համապատասխանացնում են նույն կանոններին։ Հատկանշական է, որ հավասարությունն անպայմանորեն ենթադրում է նաև ազատություն, այնպես ինչպես ազատությունը հնարավոր է միայն հավասարության պայմաններում։ Իմ խորին համոզմամբ նաև այս խնդիրների լուծումներն են պարունակում քննարկվող սահմանադրության նախագծում։ Ինձ համար սահմանադրական բարեփոխումների գործընթացի նշանակությունը կայանում է նրա քաղաքական էության ու բովանդակության մեջ։ Այն պետք է դիտարկել քաղաքական կառավարման, քաղաքական մշակույթի, որոշումների կայացման եւ քաղաքական պատասխանատվության, կուսակցական համակարգի, քաղաքական ու պետական ինստիտուտների համագործակցության զարգացման, երկրում ժողովրդավարության ամրապնդման, քաղաքացիական հասարակության կառույցների ներգրավման տեսանկյունից։ Այս գործընթացում կարևոր եմ համարում նաև ազգային եւ ավանդույթային արժեքների պահպանումը, ազգային արժեհամակարգի առողջ գործունեության համար անհրաժեշտ եւ բավարար սահմանադրական հիմքերի ապահովումը։ Այս փաթեթով հաջողվել է նաև սահմանել պետության որպես գլխավոր ինստիտուտի պարտականությունները ազգային, ավանդական եւ համամարտկային հոգեվոր մշակութային արժեքների պահպանման, սոցիալական համալիր պատասխանատվության ստանձնման, անհատի ընտանիքի կենսական իրավունքների երաշխավորման, քաղաքական եւ քաղաքացիական հարցերում քաղաքացիների ազատ կամ արտահայտման գործողությունների իրականացման եւ այլ
հարցերում։ Հարգելի գործընկերներ, ազգային ժողովի դերի բարձրացում կնշանակի նաև քաղաքական պատասխանատվության նոր մշակույթի ձևավորում, որտեղ առաջին ջութակի դեր են ստանձնելու կուսակցությունները։ Հետևաբար իրական կուսակցություններին է վիճակվում աշխարհում հագնացող սպառնալիքների եւ քաոսային կամ ճգնաժամային նոր ալիքների առկայությամբ ստանձնել պետության կառավարումը։ Քաղաքական մտքի ծնարան պետք է լինի այն խորհրդարանները, որոնք կառուցվելու են այս սահմանադրությամբ։ Սրան պետք է պատրաստ լինի նաև քաղաքական համակարգը, սկսած քաղաքացիական հասարակության բոլոր ինստիտուտներից։ Խորհրդարանական կառավարումը փոխելու է նաև ընկալումները կառավարության գործունեության նկատմամբ։ Գործադիր իշխանությունը պետության քաղաքականության կատարողական մասն է, որի համար հաշվետվողականություն դառնում է իրական քաղաքացիական քննություն։ Հետևաբար այս նոր սահմանադրությամբ կփոխվեն նաև քաղաքական պաշտոններում նշանակման շարժառիթները։ Այն բացի խորհրդարանական քաղաքական ուժերի հարաբերակցության արդյունք լինելու է նաև հանրային պահանջմունքների արդյունք։ Իմ պատկերացմամբ դրան հասնելու համար կուսակցություններն ի վերջո պետք է կարողանան ձևավորել կաբինետներ, այդ թվում նաև ընդդիմադիր կուսակցությունները, որպեսզի հստակ լինեն քաղաքական այլընտրանքները, ծրագրերը եւ մոտեցումները։ Նոր սահմանադրությամբ ուժեղ նախագահական ինստիտուտների որպես քաղաքական իշխանության հիմնական առանցքի բացակայությունը երկրի ապագա վարչապետներին ստիպելու է ինքնուրույնաբար հաղթահարել կառավարման բոլոր խնդիրներն ու քաղաքական բախումները։ Այն ծանրություններն ու դժվարությունները, որոնք ընկած են հանրապետության նախագահի ուսերին, դրանց մեծ մասի քաղաքական պատասխանատվությունը կոլեկտիվ կերպով պետք է կրեն վարչապետն ու իրեն սատարող քաղաքական ուժերը։ Հետևաբար կարևորվում է նաև կայուն մեծամասնությունների առկայությունը խորհրդարաններում։ Այլապես զուտ անվտանգության ապահովման եւ կայուն զարգացման անհրաժեշտությունը միայն բավարար է, որպեսզի սահմանադրությունն ու քաղաքական համակարգը ստիպված լինեն կառավարման անընդհատության համար ունենալ կայուն քաղաքական հենարաններ ստեղծելու մեխանիզմներ։ Մենք պարտավոր ենք չշեղվել Աստծո եւ բնության օրենքներից եւ սահմանադրությունը պետք է լիարժեք արտահայտի ավանդական ընտանիքի, բանակի ու զինվորի նկատմամբ միանշանակ վերաբերմունքի, ազգային մշակույթի, հայկական սփյուռքի, հոգեվոր Հայաստանի առողջ ու կայուն զարգացման սահմանադրական հիմքերը։ Արգելի գործընկերներ, մի հանգամանքի վրա եւս ցանկանում եմ հրավիրել ձեր ուշադրությունը։ Աշխարհում առաջին սահմանադրությունների ընդունումից հետո աստիճանաբար ձևավորվեցին նաեւ սահմանադրականությունը եւ սահմանադրական մշակույթը, որոնք զարգանում են արդեն ավելի քան 200 տարի։ Մեր պարագայում տեղի ունեցել հակառակ գործընթացը։ Անկախության հաստատումից հետո վերցրեցինք եվրոպական սահմանադրության գաղափարը, ընդունեցինք սահմանադրությունը, բայց չունենալով սահմանադրականություն եւ սահմանադրական մշակույթ չենք կարող միանգամից սահմանադրություն ընկալել որպես արժեք։ Եվ մեզանում որոշ շրջանակներում դեռևս չի ձևավորվել այնպիսի մտածողություն, որ հասարակության համար կարևորագույն հարցերի լուծման բանալին հենց սահմանադրությունն է, որ մեր վարքագծի լավ կամ վատ կողմերի գնահատման չափանիշը սահմանադրական դրույթներն են։ Դրա համար էլ կան մարդիկ, ովքեր ասում են, որ սահմանադրությունն ինչ կապ ունի հասարակության լավ կամ վատ ապրելու հետ։ Եթե մենք բոլորս միասին ենթարկվենք սահմանադրական մշակույթին, դառնանք դրա կրողները, ապա հավատացեք, նոր սահմանադրությունը կարող է ավելի լավը դարձնել մեր պետական եւ հանրային կյանքը։ Շնորհակալություն։